Մենք այսօր այստեղ հավաքվել ենք վաղար շաբաթցիներով, հավաքվել ենք իմ ընկերներով, հավաքվել ենք նոյեմբերի 16-ի ընտրությունների համար, հավաքվել ենք քարոզարշավն ամփոփելու համար։ Հիմա տեսեք, վաղը իրենք են հավաքվելու, արդեն հայտարարել են, իրենք հավաքվելու են, մենք ականատեսը կլինենք տարբեր ավտոբուսների, ականատեսը կլինենք վաղաշաբաթ համայնքի հետ ընդհանրապես կապ չունեցող մարդկանց, ովքեր ներկա են լինելու իրենց հանրահավաքին, փորձելու են ինչ-որ բազմամարդություն ապահովել, մանավանդ իրենց քաղաքական հայրը ոնց որ ներկա է լինելու, որոշել է ինքն էլ մասնակցի, նոր լրագրողներն ինձ հարց էին տալիս, մտավախություն չունեք, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է, ես հստակ պատասխանեցի, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում իրենց նախարարները արձակուրդ են վերցրել, իրենց նախարարությունները պետական ապարատը անգործության մատնել եւ եկել են վաղաշաբաթում քարոզություն իրականացնել։ Ինչ տարբերություն մեզ համար, մի ՔՊ-ական ավել գա, մի ՔՊ-ական պակաս գա, ոչ մի տարբերություն մեզ համար չկա։ Արդեն մարզպետարաններ են կանչել, դպրոցի դասատուներին, դպրոցի տնօրեններին, հորդորել են, որ անպայման ընտանիքի անդամներով գան, սիրելի մանկավարժներ, դուք մեր էլիտան եք, մեր համայնքի էլիտան եք, կասեն ձեզ, ասեք հա, մի վիճեք հետները, իրենք չար մարդիկ են, մի վիճեք, չարի հետ չի կարելի վիճել, ասեք հա, ժպիտով ասեք հա, բայց ես ասում եմ, վստահ, մանկավարժի կարծիքի վրա ոչ մեկ չի կարենալու բռնալա, ես սա ասում եմ որպես մանկավարժ Լենա Գալստյանի թոռ,